կարդալ գրքում կյանքով վարվող աստղի և անհայտի խորհուրդներում կերտել չամփան նետքը սիրտի, գաղտնիքների շանձը արծաթ դնել հաստատ ջերմ ձեռքերով և հավատքից վշտով ռաթափ քշել քոդին մտրակելով։ Ամեն մի վայրկյան մի գնացք է անցնում, հայտնի և անհայտ հուշի վայրերում։ Ցուրում է ռավար շոգեմեքենան և մենք լուր կանգնած առջևը դրան, կաճկլտող օրվա թրտի շուշուկով ասում ենք նրանց մնաք բարով։ Կոստան Զարյանը գրական առանձնահատուկ կյանք ու ճակատագիր ունեցող անհատականություն է և իբրև այդպիսին մեծապես տարբերվում է թե Հայաստանի և թե արտասահմանյան հայ գրականության ներկայացուցիչներից։ Ամենից առաջ Կոստան Զարյանը թերևս միակն է, որ հայ գրականություն է մտել ռուսերեն և մանավանդ ֆրանսերեն ստեղծագործելուց հետո, որ նախապես ճանաչվել և գնահատվել է օտար շրջանակներում և հետո միայն հայ գրականության մեջ։ Նա փաստորեն հայ մշակույթի ասպարեզ է մտել եվրոպական գրականությունից, մեզանից զգալիորեն տարբեր գրական ըմբռնումներով ու չափանիշներով։ Իր անձնական կյանքի ու գրական ճակատագրի բերումով նա զերծ է եղել այն նեղ տեղայնական ըմբռնումներից, որ անխուսափելիորեն գրական ամեն մի անհատականության ձևավորման ընթացքի մաս են կազմում։ Կոստան Զարյանը եվրոպական գրականության ընթացքը գիտեր ներսից, անմիջաբար, իբրև մասնակից ու գործող անձ։ Նա, ինչպես իր գրականությունն է վկայում, իրեն զգում էր ոչ միայն հայ, այլև համաշխարհային մշակույթի ներկայացուցիչ և հայ մշակույթն ու գրականությունը համարում էր համաշխարհային մշակույթի ու գրականության անբաժան մաս։ Կոստան Զարյանը մեր գրականության մեծագույն դեմքերից մեկն է։ Նա բանաստեղծ էր, արձակագիր, դրամատուրգ, էսեիստ, մշակութաբան, փիլիսոփա, գրական մշակութային նշանավոր գործիչ։ Գրողը ապրել է շատ հետաքրքրական կյանք և իբրև գրող, ոչ թե իբրև անձնավորություն, ունեցել է շատ դժվարին ճակատագիր։ Կոստան Զարյանի մասին լայն հանրությունը շատ քիչ բան գիտի, բայց և չափազանցություն չի լինի, եթե ասենք, որ Կոստան Զարյանը մարդ էր, որ մի քանի կյանք է ապրել։ Կոնստանտին Եղիազարյանցը ծնվել է 1885 թվականի փետրվարի 8-ին Շամախի քաղաքում։ Հայրը Խաչատուր բեկ Եղիազարյանցը եղել է ցարական բանակի գեներալ, Սուրբ Գևորգի խաչի 3 աստիճանի ասպետ։ Մայրը Սոնա Ստեփանյան, բարեկիրթ և զարգացած կին, ամուսնուց շատ երիտասարդ։ Գեներալը Սոնա Ստեփանյանի հետ ամուսնացել է առաջին կնոջ մահից հետո։ Առաջին ամուսնությունից ծնված զավակները 1885 թվականին Կոնստանտինի ծննդյան տարում մեծ հասուն մարդիկ էին և ապրում էին տարբեր քաղաքներում։ Ըստ ժառանգների վկայությունների հայտնի են նրա կիսաեղբայրների և կիսաքրոջ անունները՝ Արտեմը, Լևոնը, Սիմեոնը, Վանյան, Մայան, Ալյոշան և Իվանը, ինչպես նաև հարազատ եղբայրը և քույրը Սերափիոնը և Նինան։ Հոր մահից մեկ շաբաթ անց ընտանիքը տեղափոխվում է Բաքու։ Ընտանիքի ճակատագիրը տնօրինող խորթ եղբայրները ըստ ամենայնի իրենց հոր երիտասարդ կնոջը չէին սիրում և փոքրիկ Կոնստանտինին խլում են մորից ու հանձնում են մի ռուս ընտանիքի։ Երբ որ փոքրիկ Կոստանտինը հազիվ 10 տարեկան էր, ավագ եղբայրները որոշում են, որ նա պետք է գնա ուրիշ երկիր կրթություն ստանալու։ Սա մորից վերջնականապես խլելու միջոց էր, չէին սիրում այդ երիտասարդ կնոջը, որ եկել է իրենց մոր տեղը։ Եվ եղբայրներից մեկը, Արտեմի կամ Հարություն Եղիազարյանցը, դնում է եկեղեցուց, հանում է վկայական ծննդյան և բարեբախտաբար դրա ինքնագիրը, դրա բնագիրը պահպանվել է և այդ
Ըստ այդ վկայականի մեզ պարզ է դառնում, որ ապագա մեծ գրողը ծնվել է 1885 թվականի փետրվարի 8-ին։ Այդ վկայականը պետք էր ճամփորդելու համար։ Հայրս, որ մեռավ, ուրիշ քաղաքներից կիսաեղբայրներ եկան, եւ տունը մի շաբաթվա ընթացքում քարուքանդ եղավ։ Ֆայտոնների մեջ լցված տեղափոխվեցինք Բաքու։ Հասանք տեղ, բոլորը զարմացած մեկը մյուսի վրա նայեցին։ Բարձր ձայնով, կարծես մի բանի վրա բարկացած էին, վիճեցին։ Շատ ծխեցին, թեյ խմեցին եւ որոշեցին բաժանվել։ Ինձ տարան ռուս մի ընտանիքի մոտ, որի տերը քաղաքի ձիավոր կոնկայի կառավարիչն էր եւ այդ պատճառով էլ ապրում էր քաղաքի մի հեռավոր ծայրում։ Մայրս ուզեց բողոքել, բայց նրա դեմ բարկացած այնքան ձայներ բարձրացան, որ նա քաշվեց մի անկյուն եւ երեխի նման բարձրաձայն հեկեկաց։ Մի օր էլ ինձ հայտարարեցին, որ որոշել են ինձ ղրկել արտասահման։ Հեռուները պիտի գնամ, նոր երկիրներ պիտի տեսնեմ։ Մայրս կուչ եկավ եւ նրա աչքերը լայնացան եւ մեծացան։ Մնաս բարով։ Միասին լաց եղանք։ Եվ մյուս ավագ եղբայրը Լևոն Եղիազարյանցը ապագայում նա եղավ Կոմիտասի լավագույն աշակերտներից մեկը, Ռումինիայում կազմակերպեց հայկական երգչախումբ, նվագախումբ, Փարիզում երաժշտական կրթություն էր ստանում կոնսերվատորիա եւ փոքրիկ Կոստանտինին հունական Սիդոն նավով Պակե ընկերության Սիդոն նավով տանում է Ֆրանսիա։ Առաջին տպավորությունները բացվում են երեխայի առաջ, անցնում են միջերկրական ծովի ուրեմն ճանապարհներով եւ գրողը շատ գեղեցիկ է գրում, ասում է երաշտության նման հնչեցին հունական կղզիները, երբ որ հունական կղզիների շարանով անցնում են եւ այլն։ 1895 թվականին ավագ եղբայրներից Լևոն Եղիազարյանցը Կոնստանտինին նախ տեղավորում է Փարիզին մերձակա Անիեր քաղաքի գիշերօթիկ դպրոցում, ապա տեղափոխում է Սեն-Ժերմեն-Ան-Լեի լիցեյը։ Լևոն եղբայրը նրան տանում է Անիեր։ Անիերը փոքրիկ քաղաք էր Փարիզի մերձակայքում, հիմա դա Փարիզի մի մասն է, արվարձան է։ Այնտեղ տալիս է գիշերօթիկ դպրոց երեխային։ Դա մի սարսափելի դպրոց է եղել։ Իր արևմուտք վեպի առաջին հատվածներում Կոստանդզարյանը գրում է այդ մասին։ Ինչ բարգեր էին այդ դպրոցում։ Ուսուցիչ տնօրինողները ինչպես էին վարվում երեխաների հետ, մանավանդ իր հետ, որին կոչում էին վայրի ռուս։ Փաստորեն այդ դպրոցը եղել է կարծեք թե անապաստան երեխաների մի վայր։ Հետո եղբայրը նրան տեղափոխում է այլ դպրոց, այլ լիցեյ։ Սեն-Ժերմեն-Ան-Լեի լիցեյը, որը ըստ երևույթին շատ չէր տարբերվում Անիերի դպրոցից։ Շատ դաժան պատկերներ է հիշում Կոստանդզարյանը այդ դպրոցից։ 1904-ին լիցեյն ավարտելուց հետո Կոնստանտինը վերադառնում է Կովկաս։ Նույն տարվա սեպտեմբերից երիտասարդ Կոնստանտին Եղիազարյանցը նշանավոր դերասան իր ազգական Հովհաննես Աբելյանի թատերական խմբում արդեն դերասան է եւ մասնակցում է թատերախմբի հյուրախաղերին Հյուսիսային Կովկասի քաղաքներում։ Հետաքրքրական է, որ գրող Ալեքսանդր Շիրվանզադեն, նշանավոր արտիստ Հովհաննես Աբելյանը եւ գրող Կոստանդզարյանը նույն տոհմի շարավիղներն են, նույն տոհմի զավակներ։ Եվ առավել հետաքրքրական է, որ ոչ Շիրվանզադեի կենսագրության մեջ այդ մասին որևէ բառ կա, ոչ էլ մեծ դերասան Հովհաննես Աբելյանի։ Եվ ինքը Աբելյանի հայ դրամատիկ այդ խմբում դերասանի իբրև շրջում է Կովկասում, լինում են Դերբենտում, Պյատիգորսկում, Խզլարում եւ այլն, ներկայացումներ են տալիս։ Այդ բոլորի փաստական վկայությունը կա։ Ինքը խաղում է Սեր եւ Խարդավանքում Շիլլերի, խաղում է Օթելլոյում
Վենետիկի Դորժ եւ Կասիո։ Տասնյակ այլ դերեր է խաղում եւ մամուլը արձագանքում է այդ ներկայացումներին։ Մշակ թերթում թատերախոսական գրած հեղինակը ֆուտուրիստ բանաստեղծ Կարադարվիշը շեշտում է Կոստանտին Եղիազարյանցի մասին։ Գրում է, որ օժտված հեղինակ է եւ եթե շարունակի, ուրեմն լինելու է մեր լավ դերասաններից մեկը։ Վերջին անգամ նա բեմ է բարձրանում 1905 թվականի մայիսին։ 1905-ի ամռան վերջին Կոնստանտինն արդեն Թիֆլիսում է, տարված հեղափոխական գաղափարներով եւ ավելին, անձամբ մասնակցում է հեղափոխական շարժումներին։ 1905 թվականին Ռուսաստանում քաղաքական բարդ իրավիճակ է, հեղափոխական շարժումներ են սկսվում եւ մեծահարուստ գեներալի որդին կայթակվում է այդ գաղափարներով եւ նա միակը չէր։ Մարդիկ, որոնք եղել են ազնվականական դասի կամ հարուստ դասի ընտանիքների զավակներ, բայց տրվել են սոցիալիստական, սոցիալ-դեմոկրատական գաղափարների, տարվել են աշխարհը հեղաշրջելու եւ նոր արդար իրականություն ստեղծելու գաղափարներով։ Շատ-շատերն են կայթակվում դրանով, որոնց թվում նաեւ մեր սիրելի գրողը Կոստան Զարյանը։ 1905 Թիֆլիսում ողբերգական դեպքեր էին տեղի ունենում, բայց Թիֆլիսը ուրախ էր։ Գործադուլ էր, ամեն ինչ կանգ էր առել։ Ծերունի Որոնցով Դաշկովը իր պալատի վերին պատուհանից դիտում էր փողոցների տարօրինակ լռությունը, մինչ ես, մասնավոր կարգ նստած, երկու հոյակապ ձիեր, ռուս դասական կառապան եւ գեղեցիկ մի պոռնիկ ռումբ էի տեղափոխում։ Ամբոխը նայում էր ինձ մեծ ատելությամբ, իսկ օրիորդները համակրանքով։ Թիֆլիսում ռումբ էր տեղափոխում։ Ինքը կասկածից դուրս է, որովհետև գիտեն ով է ինչ է ոստիկանությունը։ Իրենց մտքով չի անցնում, որ նա ռումբ է տեղափոխում։ Հեղափոխությունը, ինչպես գիտենք, Ռուսաստանում արդյունքի չի հասնում։ Հոկտեմբերի 17-ի մանիֆեստ, ցարի հրապարակած ցույցերի եւ այլնի դաժանորեն ճնշում, Կոստան Զարյանը այլոցպես այլևս դադարում է մասնակցելուց այդ բոլորին, ինչպես կասեին, մեկուսանում է։ Շուտով ցարական իշխանություններին հաջողվում է խեղդել հեղափոխական շարժումը եւ Կոնստանտին Եղիազարյանցը որոշում է մեկնել Եվրոպա կրթությունը շարունակելու։ Տարիներ անց, երբ որ Եվրոպա մեկնելու գաղափար է ծնվում իր մեջ կրթությունը շարունակելու համար, նա նախընտրում է Բելգիան, որտեղ ֆրանսերեն լեզուն էր իշխում։